Բարի առավոտ, Աստված օրհնի Հայաստանը։ Բոլորս էլ առերեսվում ենք դժվարությունների, և մեր արժեքը որոշվում է նրանով, թե ինչպես ենք մեզ դրսևորում այդ ծանր պահերին։ Ես տեսել եմ, թե ինչպես են Սամվել Կարապետյանին բաժանել իր ընտանիքից, պահել բանտային պայմաններում, անարդար և անհիմն, և դա արվել է մի քաղաքական գործչի կամքով, որը գործում է թուլության և վախի շարժառիթներով։ Եվ այնուամենայնիվ, Սամվելը ժայռի ամրություն է ցուցաբերել, առաջնորդվելով Աստծո հանդեպ իր հավատով և առ ընտանիք ու ազգ տածած սիրով։ Նա մի մարդ է, որ հասկանում է, խաղաղությունը չի նշանակում հանձնվել, և որպես հայ հասկանում է, ապագայի որևէ ծրագիր կամ քաղաքական շահ մեկ օրով անգամ չի հիմնավորում Բաքվում գտնվող քրիստոնյա հալածյալների ապօրինի բանտարկությունը։ Ես կուզեի իմանալ, թե ինչու այդ մարդկանց լուսանկարները ամենուր տեղադրված չեն և ինչու այդ լուսանկարները Միացյալ Նահանգների փոխնախագահի առջև դրված չեն եղել, և կուզեի իմանալ, ինչու այսօր Երևանում կան քրիստոնյա հալածյալներ։ Ինչու Սամվել Կարապետյանն այստեղ չէ։ Նրա հանցանքը Աստծո և Քրիստոսի պաշտպանը լինելն է։ Ես տեսել եմ ոտնահարված իրավունքներ և օրենքի քաղաքական շահարկում, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու կամ բանտարկելու համար։ Այս կառավարության պատասխանատվությունը ուրանալու երկրի սահմանադրությունը և մեր եկեղեցու առաքելական էությունը պահանջում է հուշք ու պատասխան, թե այստեղ, այսօր և թե հունիսին քվեախցիկների մոտ։ Հայաստանի ժողովուրդը պետք է պաշտպանի և պատվի հայ առաքելական եկեղեցին։ Այս երկիրն իր մշակույթով, լեզվով և պատմությամբ պարտական է եկեղեցուն։ Ես ցանկանում եմ Սամվելի մասին իմ տեսածը պատմել։ Երբ ես գնացի բանտ, ակնկալում էի, որ մի քանի ամիս տևած ազատազրկումից հետո կտեսնեմ մարդու, որ կլինի կոտրված, հոգնած։ Բացարձակ նման բան չտեսա։ Ես տեսա հավատքով մարդու, որ սերն առ Աստված և սերն առ ընտանիք գերադասում է սեփական անձի ֆիզիկական պաշտպանությունից։ Նա իր հավատքը ենթարկեց ծայրահեղ փորձության, հանուն Հայաստանի պատրաստ լինելով զոհաբերել նույնիսկ սեփական ազատությունը։ Միայն նրա ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ գերիները կվերադառնան։ Շնորհակալություն։